Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, բայց հետևում են արդեն մեր հաղորդումներին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր զրուցակիցն է քաղաքագետ վերլուծաբան Էդգար Առաքելյանը, պարոն Առաքելյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք այստեղ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, եկեք նորից անդրադառնանք, թե անդրադարձել ենք խաղաղություն, թե ոչ խաղաղություն, այս խաղաղություն թե պատերազմ, այո, ճիշտ եք ասում, որովհետեւ նոր ժամանակ առ ժամանակ անդադ այս թեման կամ մի քիչ հանդարտվում է, կամ նորից սկսում է շիկանալ։ Հիմա նորից է կարծես թե շիկանում։ Մի մասը մեր հանրության ներկայացուցիչների, մեր քաղաքական դաշտի հավատով են լցված, որ խաղաղությունը շատ մոտ է, սարերի հետևում չի, իսկ մյուս մասը շատ թերահավատորեն, նույնիսկ հեգնական թերահավատությամբ է նայում այս ամենին, ասելով, որ օգոստոսի 8-ը բոլորովին էլ խաղաղություն չի եւ Թրամփի WhatsApp-ը, եթե Ադրբեջանը ուզեցավ հարձակվել մեզ վրա կամ Թուրքիան ուզեցավ ինչ-որ ոտնձգություն կազմակերպել Հայաստանի վրա, հաստատ Թրամփի WhatsApp-ը չի փրկի, ինչ կասեք։ Դե եթե այդպես է հարցը դրված խաղաղություն թե պատերազմ, բնականաբար միանշանակ խաղաղություն եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խաղաղությունը, այսպես ասենք, վերջնական լինի եւ երկարատև։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին Թրամփի WhatsApp-ին եւ այլն, դրանք ես կարծում եմ ավելի շատ մանիպուլյացիոն եւ ռոպագանդիստական մոտեցումներ են տարբեր շրջանակների կողմից կիրառվող, որպեսզի վարկաբեկեն գործընթացը, որպեսզի հասկանանք, իհարկե այդ խաղաղությանը հասնելուն վերջնական խաղաղությանը հասնելուն մենք դեռ ունենք ճանապարհ, պետքա վերջնական խաղաղությունը կնքվի, պետքա բացվեն բոլոր կոմունիկացիաները, պետքա տարածաշրջանը տնտեսապես ինտեգրվի մեկը մյուսին, որպեսզի նաև լինեն ինչ որ առումով բնական շահեր չպատերազմելու։ Եվ բայց միևնույն ժամանակ սկսված է գործընթաց, սա դեռևս գործընթաց է, իհարկե այդ գործընթացը բավականին լուրջ ճանապարհ է անցել, բայց դեռ մենք չենք հասել բնականաբար վերջնարդյունքին կամ այդ իմ նշած բուն կամ մշտական խաղաղությանը կամ երկարատև խաղաղությանը արձանագրված վերջնական փաստաթղթերով եւ մարդիկ, ովքեր շահագրգռված չեն, շրջանակներ, ովքեր շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանում այս տարածաշրջանում լինի խաղաղություն, այդ շրջանակները եւ անհատները փորձում են իրենց բոլոր ձեռքի տակ գտնվող բոլոր միջոցներով, այդ թվում տեղեկատվական, քարոզչական, վարկաբեկել այդ խաղաղության գործընթացը օգոստոսի 28-ից հետո տեղի ունեցող իրադարձությունները եւ բուն օգոստոսի 8-ի այդ գործընթացը։ Դուք կարծում եք, որ մեր հանրության մեջ կան շրջանակներ, որոնք չեն ուզում խաղաղություն, թե այսպես որակենք, որ չեն հավատում, որովհետև հիմքեր չեն տեսնում խաղաղության համար եւ Ադրբեջանի վերջին հռետորաբանությունը, այ ասում են նրանք, այսպես ասած, նոր պահանջների մեքենաներով Հայաստան գալու Գոյչայի, այդ այսպես ասած Սևանչի Գոյչայա, դա ադրբեջանական լիճ է, այսպես ասած պարբերաբար, այսինքն նրանք ասում են, բա եթե խաղաղություն է, մեր կողմից հա, մենք ասում ենք, որ պատրաստ են խաղաղության, խնդիր չկա, այսպես ասած, նրանք դեռ ավելի մեր իշխանությունների ներկայացնել, մասնավորապես դիրքորոշումը համարում են զիջողական խաղաղասիրական, եթե անգամ դա խաղաղասիրական են համարում, բայց նրանց հռետորաբանությունը, պարոն Առաքելյան, ինչ որ չի դադարում լինելուց շատ ագրեսիվ եւ հանդուրժողական։ Եվ ավելի նորանոր պահանջներ ադրբեջանցի, օրինակ ես կարծում եմ, որ ադրբեջանցիների այսպես ասած վերադարձը իրենց տներ, դա գոյաբանական վտանգ է Հայաստանի համար։ Տեսեք, այդ վերադարձի հետ կապված նույնիսկ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ դա հնարավոր չի, նպատակահարմար չի, առնվազն այս պատմական ժամանակահատվածում։ Նկատի ունեք Միրզոյանի այդ հայտարարությունը։ Ոչ միայն Միրզոյանն է ասել, այլ նաև Հայաստանի վարչապետն այդ մասին հայտարարել, որ այս պահին, այսինքն դա ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հնարավոր չի։
քանի որ դրա համար նաև պայմաններ են անհրաժեշտ, դեռ մի կողմ թողնենք, որ դա որևէ բանով չհիմնավորված ուրեմն հայտարարություններ են կամ պահանջներ են, քանի որ նրանք ովքեր հեռացել են Ադրբեջանից, նրանք հնարավորություն են ունեցել վաճառել իրենց գույքը կամ փոխանակել իրենց գույքը եւ հեռանալ Հայաստանից եւ հետեւաբար այդ թեզը բնականաբար կեղծ է, բայց միևնույն ժամանակ տեսեք դուք հարց հնչեցրեցիք, ասեցիք Հայաստանում կան մարդիկ կամ ուժեր, որոնք խաղաղություն չեն ուզում կամ պատերազմ են ուզում, այո, ես միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում կան ուժեր եւ անհատներ, որոնք այո ուզում են պատերազմ, որովհետեւ իրենք գտնում են, որ այդ ճանապարհով իրենք կարող են իշխանության գալ եւ տեսեք Հայաստանի երկրորդ նախագահի վերջին հարցազրույցում ինքը ինչ մի այսպիսի արտահայտություն է անում, ասում է տեսեք դուք հայտարարում եք, որ Հայաստանը ունի 29000 իր բառերով ասած ինչ որ մի քառակուսի կիլոմետր տարածք ու եթե դուք սահմանափակվում եք այդ տարածքով, հա, դա եք համարում միայն ձեր տարածքը, ապա չգիտեմ, այնտեղ ինչ որ մեկնաբանություններ է անում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս մարդը ասում է, որ ես հավակնություններ ունեմ, օրինակ հարևան երկրների տարածքների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքը այդքան չի, որ ես եկա իշխանության, ուրեմն այսինքն ենթադրում է, որ ինքը պետք է քայլեր գործադրի, որպեսզի այդ տարածքից դուրս գա, սա նշանակում է պատերազմի հայտարարում հարևաններին կամ սա նշանակում է, որ միայն այս ֆրազան, օրինակ տեսականորեն, եթե համարենք, որ Ռոբերտ Քոչարյանը գալիս է իշխանության, հաջորդ օրը Ադրբեջանը սա համարելու է ռևանշիստական, համարելու է տարածքային ուղիղ նկրտում իր տարածքային ամբողջականության նկատմամբ եւ նախահարցակ գործողությունները իրականացնելու Հայաստանի եւ նրա բնակչության նկատմամբ հետեւաբար ես կարծում եմ որ այս արկածախնդիրները որոնք իրենց շքեղ դղյակներում եւ հարստությամբ այսպես շրջափակված Հայաստանի ու հայ ժողովրդի ուրեմն անունից կամ նրանց արյան գնով պատերազմ են տենչում նրանք պետքա տեղ չունենան Հայաստանի քաղաքական դաշտում ընդհանրապես մոտ չգան Հայաստանի իշխանությանը քանի որ իրենց իշխանության գալը տեսականորեն նույնիսկ արհավիրք է Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար բայց չէ որ Քոչարյանը խոսում է այն բանի մասին ինչի մասին կարծես թե խոսում է իշխանությունը պարոն Ռաքելյան, չէ, այսինքն մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի տարածքներ եւ ավելին չենք ուզում, մենք ընդհանրապես մեր օկուպացված տարածքների վերադարձ ենք ուզում։ Քոչարյանը դրա մասին չի խոսում, Քոչարյանը խոսում է Ադրբեջանի տարածքների։ Ադրբեջանի Քոչարյանը ուղիղ չի ասում Ադրբեջանի տարածքների մասին, բայց նա ասում է, այ եթե դու քեզ սահմանափակում ես 29000, չգիտեմ, քանի 100 իր ձևակերպումն է մոտավորապես այդ քառակուսի կիլոմետրի մեջ, ապա դու, չգիտեմ, եւ ինչ որ մեկնաբանություններ է տալիս Ենթատեքստում հասկանալի է, որ ինքը նշում է, որ սա չի տարածքը, պետքա դու նաև հավակնություններ ունենաս այլ երկրների տարածքների նկատմամբ, այսինքն չսահմանափակվես միայն քո միջազգայինորեն ընդունված ճանաչված սահմաններով։ Իսկ սա նշանակում է տարածքային նկրտումներ հարևանների նկատմամբ, իսկ դա իր հետևից բերելու է անխուսափելիորեն դա պատերազմի առիթ է տալիս մեր հայտնի հարևաններին, իսկ դա իր հետևից անխուսափելիորեն բերելու է պատերազմ։ Կարծում եմ, որ Քոչարյանը երևի թե, չգիտեմ, դա ձեր կարծիքն է, իհարկե ձեր մեկնաբանությունը հարգելով, ձեր տեսակետը հարգելով, բայց կարծում եմ, որ այստեղ կարծես թե ինչ-որ մի համընկնում կա իշխանությունների մոտեցման եւ Քոչարյանի տեսակետի, որը եթե իշխանությունները ներողություն, եթե իշխանությունները ասում են, որ Ժորժ ջան, մենք պետքա ուրվագծենք մեր սահմանները Ալմատի հռչակագրի համապատասխան, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ունի 29000 եւ համապատասխան քառակուսի կիլոմետր տարածք, հա? Ինչքան 29743 դա ֆիքսված թիվն է, բայց որից 29743 քառակուսի կիլոմետր տարածք եւ այդ տարածքից դուրս մենք որևէ հավակնություններ չունենք, իսկ
Քոչարյանը ըստ էության իր հայտարարությունում կամ դրա ենթատեքստով ասում է, որ ոչ մենք չպետք է պարփակվենք այդ տարածքով եւ մենք պետք է հավակնություններ դրսեւորենք այլ երկրների տարածքների նկատմամբ, ապա ես չեմ հասկանում որտեղ է իշխանությունների եւ Քոչարյանի ուրեմն մոտեցման ընդհանրությունները։ Այլ երկրների ես այդպես ուղղակի չհասկացա, դուք բարձրորեն հասկացել եք, որ Քոչարյանը իր խոսքից, որ եթե Քոչարյանը ասում է մենք չպետք է պարփակվենք այս 29700 գործրածով նա նկատի ուներ երևի։ Ես հասկացա, որ նկատի ուներ, երևի թե ես եմ այդպես հասկացել, դուք հասկացել եք այդ կերպ։ Այսինքն ես հասկացել եմ, որ մենք չպիտի պարփակվենք այն ինչը որ մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացվածով, Ադրբեջանը պիտի մեզ վերադարձնի եւ եթե ես դառնամ երկրի ղեկավար, օրինակ, ես կգործադրեմ ջանքեր, որպեսզի այդ օկուպացված տարածքները սրբորեն վերադարձվեն Հայաստանին։ Ես այդպես եմ ճիշտ է։ Թե չէ իհարկե դուք ճիշտ եք, մենք պետք է այլ հավակնություններ չունենանք։ Օկուպացված տարածքները այսպես թե այնպես վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը, այսինքն խոսքը մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է եւ կա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրված համապատասխան փաստաթղթեր կապված դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված այդ հանձնաժողովներ են ստեղծել, այդ հանձնաժողովները աշխատում են եւ այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում այդ տարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը եւ այդտեղ այլ կարծիք չի կարող լինել։ Դուք վստահ եք, որ կվերադարձվեն։ Այո, ես վստահ եմ։ Իսկ իդեպ խոսքը եթե գնաց, խոսքը մի քիչ այսպես շարունակենք, փոխարտգործնախարարի մի արտահայտություն, որը վերջերս ես հանդիպեցի, ասում է, որ եթե խոսք գնա Ադրբեջանի կողմից օկուպացված, այսպես ասած, հայկական հողերի եւ մեր կողմից մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերի մասին պիտի լինի հանրաքվե։ Դուք ճիշտ եք համարում հանրաքվեի անցկացումը իրավաբանորեն եւ քաղաքագիտորեն։ Սահմանադրությունը այդպես է պահանջում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում ասվում է, որ տարածքային փոփոխությունների հետ կապված պետքա տեղի ունենա հանրաքվե։ Միայն եւ միայն բացառապես հանրաքվեի միջոցով է հնարավոր նույնիսկ 1 քառակուսի մետր տարածք փոխանակել Ադրբեջանի կամ այլ երկրի 1 քառակուսի կիլոմետր կամ 1 քառակուսի մետր տարածքի հետ։ Դա հնարավոր է բացառապես հանրաքվեի միջոցով։ Եվ հետեւաբար խոսել իհարկե կարող պայմանավորվել եւ գնալ տարածքային փոփոխությունների, բայց դրա իրավական ճանապարհը հանրաքվեն։ Այլ տարբերակ չունենք մենք, ոչ մենք, ոչ էլ Ադրբեջանը իդեպ։ Այդ դեպքում ինչի Տաշիրի այդ նեղություն Տավուշի այդ դեպքերի հետ կապված հանրաքվե չանցկացվեց։ Թե այնտեղ մի քիչ այլ է։ Տեսեք, Տավուշի դեպքերը, եթե դուք Կիրանցը նկատի ունեք, Կիրանցի այդ հատվածը, որը զիջվել է Ադրբեջանի, դա Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մեջ չի գտնվել։ Այսինքն մենք 90-ականներին այդ տարածքը ձեռք ենք բերել կամ վերցրել ենք մեր վերահսկողության տակ համապատասխան նպատակներից ելնելով։ Այսինքն բոլորը գիտեին, որ այդ տարածքները այդ Ալմատի հռչակագրով նախատեսված ուրեմն 29743 կիլոմետրի մեջ չէր մտնում, դրա համար այդ տարածքները հետ վերադարձեցին եւ սահմանը գծվեց այնպես, ինչպես որ կա քարտեզով, համապատասխան քարտեզով եւ միջազգայինորեն ճանաչված։ Իսկ այդ ժամանակը ճիշտ չէ լինի մեր կողմից, հայկական կողմից, իշխանությունների կողմից հարց դնել, որ եթե դուք վերադարձնեք մեր այդ 200 կամ 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված մեր ինքնիշխան տարածքի, նույն Ալմատի հռչակագրով ճանաչված, նոր մենք սիրահոժար կվերադարձնենք ձեր այդ տարածքը։ Ես գիտեմ, որ այդ հատվածում էլի որոշակի տարածքներ վերադարձվել են Հայաստանին։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է, որ այնտեղից որտեղից սկսվում է կամ այնտեղ որտեղ արվում է, այդտեղ պետքա, այսինքն փոխանցվեն տարածքները, եթե մենք ունենք մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կոնկրետ հանձնաժողովի որոշած հատվածում, որտեղ որ սահմանազատում եւ սահմանագծում իրականացում, եթե մենք ունենք, մենք ենք փոխանցում կոնկրետ հատվածում, եթե իրանք ունեն, իրանք են փոխանցում։ Այսինքն տրամաբանությունը այդպես է, ոչ թե որ օրինակ Տաուշում մենք սահմանազատում ենք անում, դուք տարածքներ տվեք, չգիտեմ, այլ վայրում, քանի որ
այդտեղ արդեն առաջը գալիս էլի սահմանազատման եւ սահմանագծման խնդիր։ Ամեն դեպքում սահմանազատման եւ սահմանագծման խնդիրը կանգնել է եւ դա նույնպես օրետեսության տեղիք է տալիս գուցե ոմանց մոտ, քանի որ Տավուշի այդ իրողություններից հետո կարծես թե կանգնեց սահմանազատման։ Ինչն է պատճառը, ինչու մենք չենք կարողանում միջազգային հանրությանը տրամադրել, որ այդ գործընթացը շարունակվի։ Այսօր Հայաստանի փոխվարչապետը խոսել է թեմայի մասին, ասել է, որ կան շփումներ, հանդիպումներ նույնիսկ եղել են կապված թրիփի այդ ճանապարհի շրջանակներում եւ ասել է, որ գործընթացը կա եւ առաջիկայում որոշակի նաեւ ինֆորմացիաներ կտան առաջիկա գործողությունների մասին։ Թրիփի մեջ վտանգներ չեք տեսնում, պարոն Արաքելյան, այսինքն հաշվի առնելով օրինակ ես եւ թույլ տամ մի քիչ էլ իմ կարծիքը արտահայտվել, ձեզ հետ արդեն մենք շատ երկար ժամանակ է ինչ հանդիպումներ ենք ունենում այս տաղավարում, նախորդ ամերիկյան վարչակարգը, բայդենյան դեմոկրատական վարչակարգը ամեն դեպքում որևէ միջանցքային տրամաբանություն կարծես թե չէր ընդունում եւ այ հիմա են որոշակի շրջանակներ խոսում, որ ամեն դեպքում այդ միջանցքը, մի քիչ ժողովրդական խոսքով ասած, ինչքան էլ որոշ շրջանակներ ներկայացնում է, որ Հայաստանի համար եւ ընդհանրապես տարածաշրջանի համար շատ խոստումնալից, բայց կարող է շահ ու փորձանք լինել մեր գլխին։ Ամեն դեպքում շատ ավելի լավ չէր, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը ըստ էության չեղարկվել էր ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո, որ գոյություն չունի, Արցախը այն ժամանակ Արցախն է ներառվում, Արցախը դժբախտաբար հիմա չկա, հայկական Արցախ գոյություն չունի, եւ մենք էլ այսպես վերցնենք, ասենք դե եթե չկա, հիմա էլ ինչ միջանցք եք ուզում մեզնից, որ Աստված մի առասի հաշվի առնելով ուժային հավասարակշռվածության բալանսի թեքումը ավելի շատ դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա, այսպես ասած, միգուցե մեր վրա հետագայում ճնշումներ լինեն եւ դա մեզ համար լինի ազգային գոյաբանական սպառնալիք։ Տեսեք, նշում եք ուժային հավասարակշռության բալանսի խախտումը։ Անշուշտ։ Դա ճանապարհ է, որից օգտվելու են ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, այլ ճանապարհ է, որից օգտվելու են աշխարհի շատ կարևոր պետություններ, Կենտրոնական Ասիայից սկսած Չինաստան, Արևմուտք եւ դա միջազգային կոմունիկացիոն, ուղի է, որտեղով անցնելու են շատ կարևոր բեռներ, որտեղով այսօր էլի վարչապետը խոսեց, որ գազի խողովակաշար է անցնելու այդ թրիփի ճանապարհից դեպի ավելի հյուսիս, այսինքն սա գլոբալ մայրուղի է կամ երթուղի է, որը ապահովելու է նաև, որը Հայաստանը բերելու եւ գլոբալ շահեր եւ բնականաբար կան ուրեմն սպառնալիքներ, բայց ես համոզված եմ, որ մեր համար, մեր տնտեսական, աշխարհաքաղաքական շահի տեսանկյունից սա անգնահատելի հնարավորություն է, քանի որ Հայաստանը դառնում է այդ միջազգային խաղի ոչ թե օբյեկտ, այս սուբյեկտ, որի ուրեմն տարածքով անցնելու են շատ կարևոր կոմունիկացիաներ եւ որի վրա Հայաստանը ունենալու է վերահսկողություն եւ այն մոտեցումները, որ սա միջանցք է, սա զիջում է եւ արտապատվիրակում է եւ այլն, այստեղ նույնիսկ այդ խնդիրն է լուծված, երբ որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն են ստեղծում կազմակերպություն, որը պետք է զբաղվի այդ կոնցեսիայով կամ կառավարմամբ եւ այլն եւ այլն։ Տեսեք, մենք այսօր մեր երկաթգիծը ամբողջությամբ կոնցեսիոն կառավարման ենք տվել ռուսական երկաթ ուղիներին եւ նույնիսկ Հայաստանը այդտեղ այսպես կառավարման որևէ միջամտություն չունի, իսկ այստեղ մենք ունենալու ենք այդ միջամտությունը, այստեղ այն կազմակերպությունը, որը ստեղծվելու է, դա լինելու է ոչ թե զուտ ամերիկյան, այլ լինելու է հայ-ամերիկյան ռեզիդենտ, այստեղ գրանցված այստեղի կազմակերպություն։ Իսկ մնացած մանիպուլյացիաները, ես կարծում եմ, դրանք հիմնականում մանիպուլյացիաներ են եւ այն շրջանակների կողմից են, ովքեր ջատագով են, որպեսզի Հայաստանը նոյեմբերի 9-ի հետ արդեն չեղած փաստաթղթի 9-րդ կետով իրական միջանց տրամադրի ուրեմն Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին։ Դուք համարում եք, որ նոյեմբերի 9-ը դա միջանցք է, արտատարածքային միջանցք է, իսկ բոլոր դեպքերում թրիփը, Թրամփի ուղին դա արտատարածքային միջանցք չի։
տեսեք, նոյեմբերի 9-ի 9-րդ կետը մեր մեկնաբանությամբ այո միջանց չի, բայց այն ինչ որ ուզում են նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ռուսները, ադրբեջանցիները, դա այո միջանցք է եւ էլի անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որ ասում է, որ ուրեմն այդ փաստաթղթով նոյեմբերի 9-րդ կետով տրվող ճանապարհը սիմետրիա ունի Լաչինի միջանցքի հետ, այսինքն դա պետքա սիմետրիկ լինի այն կարգավիճակին, ինչ կարգավիճակ ունի Լաչինի միջանցքը, դա ասում է Ռոբերտ Քոչարյանը, ու դրանից հետո ասում է պետքա կարճել այդ փաստաթղթից, փաստացի եւ նաեւ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը չի կարճել այդ փաստաթղթին եւ կյանքի չի կոչել այդ 9-րդ կետը, որը ըստ Ռոբերտ Քոչարյանի սիմետրիկ է Լաչինի միջանցքին, այսինքն միջանցք է ըստեյության Ռոբերտ Քոչարյանի, Ադրբեջանի, ռուսների եւ թուրքերի մեկնաբանությամբ։ Այսինքն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանին միջանց չտալու մեջ։ Պարոն Արաքելյան, մասնավորապես տեսեք, այսօր մենք շատ ենք, այսինքն մենք ասելով հասկանում եմ իշխանությունները շատ են ոգևորվել այդ հացահատիկի բեռնափոխադրման պահով Ադրբեջանի տարածքով։ Բայց դարձյալ նրանց հակադրվող շրջանակները քաղաքական ոգևորված չեն եւ համարում են, որ դա չի խաղաղությունը, դրանով մի այդպես ասած մի սաստավ ծորեն բերելով Հայաստան, խաղաղությունը դրանով չի հաստատվում եւ պետք են շատ այլ կարևորագույն քայլեր խաղաղության հաստատման համար եւ դեռ ավելի ինչ սա մի քիչ էլ նաեւ քաղաքականացվում է այն իմաստով, որ եթե մենք հնարավորություն ունենք այդ նույն հացահատիկը շատ դեպքերում, որտեղ հիմա նաեւ բանակցություններ կան ուկրաինական հացահատիկի ներկրման, որը նույնպես քաղաքական ռուսական թե ուկրաինական հաշվի առնելով ռուս-ուկրաինական մեղմ ասած բարդ հարաբերությունները, այսպես ասած շրջանառվում է այն միտքը, որ մենք պատրաստական ենք ուկրաինական կողմից շատ ավելի թանկ հացահատիկ ձեռք բերել, քան Ռուսաստանից շատ ավելի էժան։ Սա արդյոք սխալ քայլ չի մեր կողմից։ Տեսեք, նախ որտեղից այդ ինֆորմացիան, որ Հայաստանը պատրաստվում է շատ ավելի թանկ հացահատիկ ձեռք բերել, քան ռուսականն է կամ Ղազախստանն է։ Ես ուզում եմ նաև ձեր մեկնաբանությունը իմանալ, այդպիսի բան դուք ունեք, ինֆորմացիա դուք ունեք։ Աղբյուր չկա, որը դա հաստատել է, որ մենք թողնելու ենք ռուսական ցորենը, ձեռք ենք բերելու ուկրաինականը, չնայած դա թանկ է։ Տեսեք, մենք մինչև 2022 թվականի կեսերը ձեռք ենք բերում ռուսական զենք եւ մեր ձեռք բերումների միակ ըստ էության 95 կամ նույնիսկ 99%-ը դա ռուսական զենքն էր։ Ասում էին, որ գնի եւ որակի առումով ռուսական զենքը նախընտրել է, ճիշտ է։ Եվ հա նաև մի բան էլ, որ մեր բանակը ադապտացված է, այսպես ասած, սովոր է ռուսական զենքին եւ սպառազինության։ Ես չեմ հասկանում, դա սովոր է, ոչինչ, մենք սովորացնենք հնդկականին, շատ ավելի լավ կլինի, որ այսօր ուկրաինական բանակը սովորել է կրակել, օգտագործել եւ սովետական զենք եւ ռուսական զենք եւ եվրոպական տարբեր մոդելների զենք եւ ամերիկյան զենք եւ թուրքական զենք, այսինքն եւ կորեական զենք, սա բերում է այդ բանակի համար առավելություն, ոչ թե ինչ որ թերություն է։ Այսինքն մենք գնում ենք 99%-ով ռուսական զենքը, որը միջազգային շուկաներում զենքի գնի համեմատ եւ որակի առումով միգուցե մրցունակ էր։ Եվ ստացեց այնպես, որ մի օր մենք վճարում կատարեցինք Ռուսաստանին շատ կրիտիկական պահի Հայաստանի համար, անվտանգային առումով շատ կրիտիկական պահի, մենք վճարում կատարեցինք ու Ռուսաստանը հրաժարվեց մեզ վաճառել զենքը։ Ինչի առաջ կանգնեցինք քաղաքական բան չեք տեսնում դրա տակ, ասում են, որ նաև այդ շրջանակները ես միշտ դիցուկ կա նաև քաղաքական խնդիր։ Այսինքն, երբ որ դու կախված ես մեկ կենտրոնից, դա կլինի զենք, կլինի ցորեն, կլինի վառելանյութ եւ այլն,
երբ որ դու որոշակի խնդիրներ ունենաս, օրինակ դու փորձես պաշտպանել քո ազգային շահը այդ պետության հետ հարաբերություններում, այ կասի տես զենքը չեմ տալու, դու պետք է անես այսպես, այնպես ինչպես իմ ազգային շահն է պահանջում, ոչ թե քո ազգային շահը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի պետությունները, տվյալ դեպքում Հայաստանը ունենա մատակարարումների այլընտրանքներ, որ մենք ցորեն կարողանանք գնել ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ուկրաինայից, Ղազախստանից, չգիտեմ, Լատինական Ամերիկայի երկրներից, որպեսզի եթե Ռուսաստանը մի օր փորձի մեզ ցորենել չվաճառել, մենք կարողանանք շատ արագ ձեռ բերենք, թեկուզ այդ պահին մի փոքր ավելի թանկ, բայց մենք մեր պարենային անվտանգության հարցը լուծենք։ Այստեղ է խնդիրը, ոչ թե ինչ որ երկրից փոխվելու կամ չփոխվելու խնդիրը, եւ մեծ առումով այո, պետք է ասել, որ եթե կախվածության մեջ ես մեկից, դա շատ վատ է։ Դա եւ անձնային հարաբերություններում է շատ վատ, առավել եւս պետությունների միջև հարաբերություններում է շատ վատ, քանի որ մի օր կարող է այդ թեկուզ օբյեկտիվ պատճառներով մի օր կարող է խաթարվել այդ մատակարարման շղթան եւ դու կանգնես փաստի առաջ, այսինքն դիցուկ պատկերացրեք, որ չգիտեմ, ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ որ ֆիզիկապես հնարավոր չի լինում, օրինակ Ռուսաստանից ներկրել ցորեն կամ Ռուսաստանը ի վիճակի չի լինում կամ չգիտեմ, երաշտ է լինում Ռուսաստանում, Ռուսաստանը որոշում է, որ այդ քվոտայից շատ ավելի ցածր ցորեն է կարողանալու մատակարարել Հայաստան։ Բա մենք ինչ ենք անել։ Եվ հետևաբար նման շահարկումները մանիպուլատիվ են եւ ավելի շատ քարոզչական բնույթ ունեն, հակաքարոզչական բնույթ ունեն, քան համապատասխանում են մեր ազգային պետական շահերին։ Եվ այսօրվա մեր զրույցը եզրափակենք այդ ձեր ասած այդ մատնանշած ամեն դեպքում դուք ձեր կարծիքով լավատեսորեն եք նայում, դա ձեր կարծիքն է, ձեր դիրքորոշումն է, թրիպի արկայությանը, որովհետև դա ձեր խոսքից հասկացա եւ Նիկոլ Փաշինյանն է դա փորձում, որովհետև դա լինելու է շղթա, դրական քայլերի շղթա Հայաստանի համար եւ տարածաշրջանի համար լայն իմաստով, բայց նաեւ ասեցիք սպառնալիքների։ Ես որպես այսպես ասած իմ հակադարձող իրավունքով կարող եմ ասել, այս սպառնալիքները որոնք են ըստ ձեզ, որովհետև եթե չլինեն այդ սպառնալիքները, եթե շատ ավելի, օրինակ ես այսպես եմ մեկ-մեկ էլ մտածում, շատ ավելի լուրջ եւ շատ քաղաքական գործոններ, աշխարհքաղաքական գործոններ համախմբվեն այս ամենի շուրջ, թրիպի շուրջ, Հայաստանի անվտանգային ռիսկերը շատ ավելի կնվազեն, ինչ կարծիքի եք։ Այո, տեսեք, թրիպը մի ճանապարհ է, որից օգտվելու է Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, Ռուսաստանը կարող է օգտվել, բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհին դեմ է կամ առնվազն չի ցանկանում, որ այդ ճանապարհը կյանքի կոչվի մեկ երկիր։ Թրիպը ըստ էության թերևս են ամենաբացառիկ նախագծերից է, որի շուրջ կա գլոբալ եւ տարածաշրջանային կոնսենսուս։ Եվ այդ մի երկիրը այսօր Ռուսաստանն է, որը չի ցանկանում այդ ճանապարհը որպեսզի իրականացվի, եւ սպառնալիքը բնականաբար արտահայտվել է այդպես կոնկրետ։ Քանի որ դա կապված է, տեսեք, քանի որ դա կապված է Տրամպի անվան հետ, այդ գործընթացի երաշխավորը կամ նախաձեռնողը Թրամփն է, եւ այսօր գիտենք, թե ռուս-ուկրաինական այդ կոնֆլիկտում Թրամփը ինչպիսի դեր ունի եւ ինչպիսի կախում ունի Ռուսաստանը Թրամփի ցանկություններից, բնականաբար նրանք չեն կարողանում ուղիղ հակադրվել այդ նախագծի հետ, ընդհակառակը նրանք նույնպես ողջունում են, ստորակետ են դնում եւ ասում են բայց կա նոյեմբերի այսինչ փաստաթուղթը, իսկ նոյեմբերի ներողություն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթերով նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետը, որ իրենք հույս ունեին, որ կոմունիկացիաների մասը մնացել է, դա նույնպես առ-ոչինչ է եղել, քանի որ մենք տարածաշրջանում նաև կոմունիկացիաների հարցում ունենք այլ իրավիճակ եւ թրիպի գործարկումով Հայաստանը ձեռք է բերելու տարածաշրջանային նոր կշիռ, նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։ Իսկ Իրանը
Գիտեք Իրանի դերը գիտեք այս նախագծի այս փաստաթղթերի ստորագրումից հետո մենք տեսանք որ մի հատ այսպիսի տեղեկատվական արշավել եղավ Իրանի դեմ հայտարարեցին որ սա շրջանցում է Իրանին սա ուրեմն միջանցք է եւ այլն իրականում այս նախագծից օգտվելու է նաեւ Իրանը օգտվելու է նաեւ Վրաստանը իդեպ Իրանը Նախիջևանի մեջով ունենալու է երկաթգծային հաղորդակցություն դեպի Հայաստան եւ Վրաստան եւ հետեւաբար Սև ծով եւ սա Իրանի համար նույնպես շատ մեծ հնարավորություն է հակառակ ճանապարհով Վրաստանը ճանապարհ է ունենալու Հայաստան, Նախիջևան, Իրան դեպի Պարսից ծոց այդ հատվածով հետեւաբար դրա համար ես նշեցի որ այս նախագծի շուրջ սա այն բացառիկ նախագծերից է որի շուրջ կա միջազգային եւ տարածաշրջանային կոնսենսուս եւ որի հետ կապված Ռուսաստանը նույնիսկ առնվազն առերևույթ ողջունել է նախագիծը Շնորհակալություն պարոն Արաքելյան, շնորհակալություն որ եկաք մեր տաղավար եւ արտահայտեցիք ձեր տեսակետները։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր մեր զրուցակիցներ քաղաքագետ վերլուծաբան Էդգար Արաքելյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր հետևում են արդեն մեր One Talk YouTube-յան ալիքի հաղորդումներին, խնդրում եմ, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, հաջողություն, լավ եղեք։